Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, առավոտ լուսոն աշխատանքը շարունակում է ուղիղ եթերում եւ այս պահի համար մենք ձեզ համար պատրաստել ենք հետաքրքիր անակնկալ, ինչպես կարող եք գուշակել արդեն խոհանոցային ժամն է մեզ մոտ եւ անակնկալը կայանում է նրանում, որ յուրահատուկ հյուր ունենք այսօր խոհանոցային տաղավարում, որին հյուրընկալելը մեծ պատիվ է մեզ համար։ Այո, եւ մեծ սիրով պետք է շտապենք ներկայացնել մեր հյուրին, մեր խոհանոցային հատվածում հյուր է Զեդրակ Մամուլյանը։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ կիսելու համար եւ այսօր վստահ եմ ոչ միայն նոր բաղադրատոմս ենք մենք մեր հեռուստադիտողների հետ բացահայտելու, այլ նաեւ շատ գաղտնիքներ հայկական ավանդական խոհանոցից։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես եմ ուրախ եւ շնորհակալ, որ հնարավորություն են ձեռում եւ ես մեկ անգամ խոսել ազգային խոհանոցից։ Սիրով։ Ինչ է նախատեսված այսօրվա ուտեստի համար։ Այսօր պատրաստելու ենք աղցան սինդրիկով, վայրի ուտելի բույսերից մեկն է սա, այն 300 անուն վայրի ուտելի բույսերից, որ հայը ճանաչում է։ Հարուստ վիտամիններով եւ այլ հանքային նյութերով, հանքային աղերով եւ օգտակար նյութերով։ Մեր իրականության մեջ ուտելի կանաչիները բավականին մեծ տեղ ունեն եւ դեր ունեն։ Վերջին շրջանում նաեւ ավելացել են մեզ հայտնի եւ մեր ավանդական ուտելի բույսերից նաեւ ոչ մեր բնակլիմայական պայմաններում աճող բույսերը, բայց մենք այսպես չենք հեռանում ավանդական խոտաբույսերից ու որոնք են դրանց պատրաստման եղանակները եւ կարեւոր կետերը, որ պետք է հաշվի առնել։ Վայրի ուտելի բույսերը դրանք կարելի ասել շտեմարան են վիտամինների հանքային նյութերի, հանքային աղերի։ Այդ սննդանյութերը, որի մասին ես նշեցի, դրանք շատ զգայուն են ջերմային ռեժիմի նկատմամբ եւ ժամանակի, այսինքն երկար եփել, տապակել չի կարելի։ Եվ դրա համար օգտագործվում է ջերմային մշակման եղանակներից օժանդակ մի եղանակ, որը կոչվում է երջրել։ Ուղղակի եռացող ջրի մեջ պիտի 2-3 րոպե պահել եւ օգտագործել։ Իհարկե հավաքչությունը պիտի անել ժամանակին, որովհետեւ այդ բույսն ունի տարիք մարդկանց նման։ Որպեսզի թարմ լինի, մատղաշ լինի, բույսը։ Մատղաշ լինի։ Մենք հիմա ուղղակի ջուրը կեռացնենք եւ կլցնենք ջուրը եռացող վրան։ Երջրելու ենք։ Երջրելու ենք եւ հետո օգտագործելու ենք ընկույզ, լորի ձու, եթե վերցնում ենք վայրի ուտելի բույս, վայրի նաեւ թրջնա ձու օգտագործենք, ավելի կարծում եմ համահունչ է։ Այո։ Եվ աշխարհի ամենահնագույն եւ աշխարհի ամենահամեղ սոուսով պիտի մատուցենք, որն է սխտորով մածուն է։ Այո։ Ամենահնագույն եւ ամենահամեղ կարծում եմ, չէ, հայկական միջավայրի մեջ։ Այո, շատ է օգտագործվում, հատկապես կանաչիների հետ, սխտոր մածուն տարբերակը կամ պարզապես մածուն, եթե չեն սիրում սխտորը։ Շատ համահունչ է նաև արիչտայի հետ եւ այլ մակարոնեղենների հետ։ Էլ չասեմ թաթար բորանին, էլ չասեմ այլ տոլման։ Այո։ Քաղցած ենք փաստորեն։ Պարոն Մամուլյան, այս շրջանը նաև համարվում է թարմ կանաչիներ օգտագործելու շրջան եւ հատկապես սննդաբանները, մասնագետները խորհուրդ են տալիս բաց չթողնել այս շրջանը, որ հայկական թեկուզ վայրի կանաչիներն են, որ ամենապահանջվածն են եւ ամենաշատն են օգտագործվում մեր խոհանոցում ավանդական։ Դրանցից մեկը հենց սինդրիկն է։ Գիտեք, ես նախորոք ասեմ, որ բոլոր այդ նշածս 300 անուն վայրի ուտելի բույսերը, բոլորը չէ, որ բոլոր մարզերում ճանաչում են։ Մարզեր կան, որ տարբեր բույսեր են ճանաչում, մարզեր կան, որ նույն բույսն է, բայց անվանումը կարծես թե փոխված է։ Օրինակ, ես շրեշ բույսը 3-4 օրը ես ջերմուկում էի եւ այնտեղ ճաշակեցինք, այդ բույսը բոլոր տեղերը չի որ ճանաչում են։ Բայց ամենաօգտագործվողները դրանք մանդակ, շուշան, սիբեղ եւ այլ մի քանի սինդրիկը դրա մեջ չեմ կարծում որ վերջիններից է, բայց քանի որ որոշ բնակլիմայական պայմաններում է աճը դրա իրականացվում, այնպես չի որ բոլոր տեղերում ճանաչում է։ Հիմա մի քիչ աղ լցնեմ։ Ահա։ Այսինքն նույնիսկ եռացող ջրի մեջ չենք տալիս ավել, պարզապես եռացրած ջրով փորձում ենք թրջել։
Եվ մենք նախքան հաղորդումը սկսել երբ զրուցում էինք պարոն Մամուլյանի հետ, մի գաղտնիք նաև բացեց, որ կանաչին, երբ որ փորձում ենք ջերմամշակել, պետք է շատ ուշադիր լինենք, որ գույնը չփոխվի այդ մատխաշ կանաչ գույնի փոփոխությունը սննդային արժեքի կորուստի մասին է խոսում։ Այո, սրա մասին է խոսքը։ Սա թափանցիկ դարձավ արդեն եւ պատրաստ է արդեն։ Ես անսահման սիրում եմ նաև կանաչիներից պատրաստված թթուները։ Արդյոք դրանք առողջարար են, պարոն Մամուլյան, եւ կարելի է կիրառել, թե չացնում ենք առողջությունը։ Իհարկե, համեմատելի չեն թարմ ժամանակ օգտագործելու հետ թթուն, բայց այնուամենայնիվ, եթե համարենք, որ թթուն որպես նախուտեստ նախ եւ առաջ ախորժաբեր պիտի լինի, այսինքն գրգռի մեր համահոտային հատկանիշների համապատասխան օրգանները, իր դերակատարումը կատարում է եւ նաեւ օգտակար է եւ օգտակար նյութերով է մեզ սնում։ Վերջ քամենք։ Եվ շատ հաճախ կանաչիների մեջ հանդիպում են այնպիսիները, որոնք որ չենք կարողանում ճիշտ պատրաստել, որի արդյունքում դառնահամ է մնում։ Դա եւս կապված է ջերմամշակման հետ, թե քաղելու շրջանը եւս կարեւոր է։ Հավաքչության ժամանակաշրջանը հարկավոր է շատ ճիշտ ընտրել, որտեղ ամեն ինչ կախված է հենց հավաքչությունից։ Բայց դառը համը դա նույնպես սննդային արժեքի արդյունք է, որովհետև նյութեր կան, որոնք հենց արկա են այդ մթերքի մեջ եւ ունեն դառը համ։ Նրան կարող ենք մենք մեղմել, այնպես ինչպես հենց սինդրիկ մի քիչ դառը համ ունի ինքը։ Մենք հիմա մեղմելու ենք իրեն։ Հենց թթու միջը դառն ու թթուն իրար հավասարակշռող համային հատկանիշներ են դրանք։ Դրա համար հենց թթու մածունն ենք օգտագործել որպես սոուս։ Ընդհանրապես բոլոր կերակրատեսակների հետ եթե մատուցում ենք սոուսը պիտի հակադրի նրա համային հատկանիշները։ Իհարկե սոուսը նաև ախորժաբեր լինելուց զատ նաև պիտի օգնի մարսողությանը, բայց համերի առումով եւ նախ եւ առաջ համերի առումով, որովհետեւ խոհարարը հենց համերի վարպետն է։ Խոհարարի համար գերխնդիրը նախ իհարկե սննդային արժեքների առանց կորուստի հասցնելն է ճաշակողին, բայց նաև համերի կոմպոզիցիան, համերի համադրություն, համերի կառուցվածքը պիտի պահպանի։ Սա շատ կարևոր խորհուրդ է, որովհետև շատ տնային տնտեսուհիներ 1-2 անգամ փորձարկելուց հետո, երբ չեն կարողանում այդ ճիշտ համը գտնել եւ դառնահամ են զգում կանաչիներից, որոնց հետ աշխատելու ճիշտ եղանակը չգիտեն, պարզապես հրաժարվում են այդ կանաչին օգտագործելուց եւ այլևս չեն գնում։ Նաեւ եկեք մի երկու խորհուրդ տանք, թե գնելու ընթացքում ինչին է պետք ուշադրություն դարձնել, որպեսզի վստահ լինենք, որ այս կանաչին ճիշտ հավաքչության ժամանակահատվածում է հավաքվել եւ պահպանում է այդ սննդային արժեքը։ Նախ ուրակ ծնեբեկնել եւ սինդրիկը պիտի պոչի մոտից այսպես ջարդես։ Եթե ջարդվեց, այլ ոչ թե ծռվեց, ուրեմն մատաղաշ է, պոչի մասերը, կոթոնի մասերը։ Ուրեմն ինքը մատաղաշ է եւ կիրառել է արդեն։ Հիմա սինդրիկ ինչքան մնա, եթե մենք պահեինք, ինքը բացվելու էր, ավելի տերևները դախանար եւ կոթոնն էլ պնդանար, բայց հիմա շատ մատաղաշ է եւ շատ կիրառել է, շատ հարմար է կերակուր պատրաստելու համար։ Հիմա կդնենք սրան մի կողմ, կպատրաստենք սոուսը եւ չմոռանանք, որ մի քիչ էլ զեյթունի ձեթ պիտի լցնենք։ Ինչու զեյթունի ձեթ։ Կարող ենք այլ ձեթեր օգտագործել, բայց շատ լավ կլինի, եթե առաջի ճզման ձեթ լինի, եւ ես խորհուրդ չեմ տալիս ընդհանրապես ձեթով ձեթը ջերմային մշակման ենթարկել, որովհետեւ ձեթը ջերմային մշակման ենթարկած արդեն վնասվում է այն ճարպաթթուները, որոնք օգտակար են, իսկ դրանք այն ճարպաթթուներն են, որոնք չհագեցած ճարպաթթուներ են, ջերմային մշակման ենթարկելիս վնասվում են։ Իսկ ոչ ջերմային մշակման ենթարկված ճարպաթթուները, որոնք չհագեցած են, նրանք ունեն վատ խոլեստերինը կլանելու հատկություն։ Մենք խոսում ենք առհասարակ ձեթի ձիթայուղի ջերմամշակման մասին։ Ապնի թե ինչ սննդի հետ ենք օգտագործում։ Նախ տապակում, եթե իրականացնում ենք, պետք է ջերմաշանը բարձրանա մինչև 200-250 աստիճան, իսկ բուսայուղը այդքան չի կարող բարձրանալ,
արդեն ծխարծակում է առաջանում, այսինքն այրվում է։ Իսկ կենտրոնական ճարպը մինչև 240 բարձրանում է։ Եվ խորհուրդս է, որ տնային տեսուներին, եթե ընտրության առաջ ենք, թե ինչով տապակենք օրինակ կարտոֆիլը, շատ ավելի լավ է կենտրոնական յուղով, կենտրոնական ճարպով տապակել, քան թե բուսական։ Բուսայուղով։ Նաև ուզում եի հարցնել վերադառնալով կանաչիների պահպանման եղանակի մասին։ Մենք ունեինք ավանդական տարբերակը, երբ օրինակ նույն համեմը, մաղադանոսը եւ այլ կանաչիներ չորացնում էին արևի շողերի տակ եւ պահպանում էին կտորե տոպրակների մեջ, բայց քիչ-քիչ անցանք նաև սառեցման տարբերակի, որն է ավելի օգտակար եւ որն է ավելի լավ տարբերակ պահպանելու համար կանաչիները։ Սննդային արժեքների պահպանման առումով շատ ավելի հարմար է, եթե ճիշտ ջերմային ռեժիմ է ընտրված, սառեցվածը, բայց այդ պահպանման ընթացքում պիտի ջերմային ռեժիմը չխախտել։ Այսինքն բացել դուռը, փակել, փոխել ջերմաստիճանը չի կարելի։ Բայց չորացրածը մի քիչ այլ կառուցվածք ունի եւ այլ խտություն համերի առումով։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, չորացրած կանաչին ավելի ընդգծված համ ունի, ավելի զգալի է նրա այդ համային հատկանիշները։ Բնականաբար խոնավությունը դուրս է գալիս եւ մնում են այն էքստրակտիվ նյութերը, որոնք հենց համերի կրիչներն են։ Խոսենք նաև վիտամինային արժեքների մասին, հատկապես գարնանային շրջանի կանաչիների մասին, որոնք են ամենաօգտակար կանաչիները, որ պետք է գարնան շրջանում օգտվել այդ հնարավորությունից եւ անպայման կիրառել։ Վիտամինները ամենակարևոր սննդանյութերն են, ամենակարևոր սննդանյութերից են եւ դրանց պահպանումը շատ մեծ նշանակություն ունի։ Վիտամինները լինում են երկու տեսակ՝ ջրանլույս եւ ճարպալույս, բայց երկու տեսակն էլ շատ զգայուն են ջերմային ռեժիմի եւ օդի հետ շփվելու նկատմամբ։ Օրինակ, տեսեք, գազարը, երբ որ մենք տապակում ենք, յուղը, ճարպը դեղնում է, երբ որ խաշում ենք, ջուրը չի դեղնում։ Այսինքն գազարի կարոտինը նախ դեռ միջև յուղի հետ շփվելը կարոտին է, հետո շփվեց դառնում է A վիտամին արդեն, երբ որ ճարպի հետ շփվում է։ Հիմա մի քիչ ձեթ հավելացնենք։ Զեյթունի ձեթը նախընտրելի է։ Ինչու են ասում աղցան։ Աղ պետք է ավելացնենք։ Ժամանակին մի սննդաբան ինձ ասում էր աղցանին աղցանել չի կարելի։ Ես մի անգամ խնդրեցի, ասում եմ, կարող ես կրկնել այդ բառակապակցությունը։ Ասում այո, աղցանին աղցանել չի կարելի։ Հիմա արագ կպատրաստենք նաև սոուսը, ընդհանրապես սխտորը կկտրատենք մանր։ Իսկ սխտորը կտրատելու եւ սխտորը ճզմելու մեջ տարբերություն կա որպես այդպիսի։ Այո։ Ճզմում ենք, հետո կտրատում։ Այո, ճզմած ավելի արտահայտիչ է։ Ճզմած ավելի արտահայտիչ է եւ իզուր չէ որ մենք հավանգներ ունենք, իզուր չէ որ մենք ընդհանրապես այդ պարագաները խոհանոցում օգտագործում ենք։ Շատ կարեւոր է։ Բայց նման աղցանների դեպքում ավելի նախընտրելի է կտրատելը։ Դե հիմա դեն հին ավանդական հավանգը չունենք, իսկ խոհարարը ով է ընդհանրապես խոհարարը միտք արարողն է, չէ՞։ Բոլոր տարբերակներում պիտի ինչ-որ մի բան, ինչ-որ մի երկ գտնել։ Օրեր առաջ Ռուբենի հետ խոսում էինք տաղավարում, որ այս խոհանոցային հատված ինչ տեղափոխվել է մեր տաղավար, ամենահաճելի պահն այն է, որ ինչ պատրաստվում է այստեղ, դու գիտես, որ կարող ես կրկնել տանը 15 րոպեում եւ այն մարդկանց համար, ովքեր որ շտապում են, մի ժամանակ չունեն խոհանոցին տրամադրելու ինչ-որ բան տանը պատրաստելու համար, այս հատվածը խոհանոցային շատ լավ շտապօգնություն է, որովհետեւ այն ինչ որ պատրաստվում է այստեղ տաղավարում 15 րոպեի սահմանում կարող եք դուք էլ պատրաստել եւ օգտակար, եւ սննդարար, եւ արագ։ Եվ իհարկե շատ նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, հատկապես երբ մեր տաղավարում պարոն Մամուլյանի նման պրոֆեսիոնալներն են։ Պարոն Մամուլյան, ես նկատեցի, որ դուք աղ ավելացրեցիք նաև սխտոր մածունի։ Այո։ Որովհետև սա սոուս է եւ սա մի քիչ ավելի զգայուն համեր պիտի ունենա, որպեսզի լրացնի այն
միգուցե ոչ թե բաց թողումները, այլ այն ձեր նպահ լինելու պահը, որ դու առավելագույն չես օգտագործում այդ հիմնական գերագույնի մեջ, դու այն ամենը ինչ որ մտածում ես, սոուսի միջոցով կարող ես իրականացնել։ Եվ իհարկե մատուցումը, որ նույնիսկ սխտոր մածունի դեպքում պետք է լինի գեղեցիկ։ Այո։ Անկախ նրանից, թե ինչ է պատրաստվել, եւ որքան մեզ համար սովորական կենցաղային մի ուտեստ է։ Հեն ավելացնում ենք սինդրիկը։ Իսկ դու նկատեցիր, որ բույրը միջև այս կողմ հասնում է։ Ես սկզբում ուզում էի հեռուստադիտողներին ասել, երևի դուք արդեն բույրից հասկացեք, հետո հիշեցի, որ դեռ տեսախցիկները եւ էկրանը չեն փոխանցում համերն ու բույրերը, բայց դեռ հուսանք նորագույն տեխնոլոգիաները այդտեղ էլ կհասնեն եւ աշխարհը նաեւ կկարողանա այդ բույրերը փոխանցել կադրիցային կողմ։ Կարծում արհեստական բանականության հաջորդ մեծ արարումը կլինի հենց դա, եթե կարողանա փոխանցի բույրի զգացողությունը, որովհետև դա բարդագույն խնդիրներից մեկն է։ Պետք է սպասել իրականում, բայց մինչ այդ մենք ունենք հնարավորություն կադրից այս կողմ տեսնելու, մենք փորձելու, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ շատ արագ տանը պատրաստելու եւ կրկնելու, քանի որ ինչպես ամենասկզբում նշեցինք, շատ լավ շրջան է, թարմ կանաչիները շատ են թե խանութներում, թե շուկայում եւ կարելի է ձեռք բերել ու սնվել առողջ, ինչն էլ ամենակարևորն է։ Եվ մի խուսափեք հայկական կանաչիների ձեռքբերումից եւս, անկախ նրանից դրանք դառնահամ են, դժվար պատրաստվող են, պատրաստման եղանակին ծանոթ չենք, միևնույն է դրանք պարունակում են շատ կարևոր սննդային արժեք եւ վիտամիններ, որոնց պարզապես պետք է ճիշտ մոտեցում ցույց տալ, ինչպես դա արեց այսօր պարոն Մամուլյանը մեր տաղավարում։ Պարոն Մամուլյան, իսկ մենք որտեղից կարող ենք տեղեկանալ մեր մյուս ուտելի վայրի բույսերի մասին։ Կա արդյոք մի տեղ, գուցե on-line հարթակում, որտեղ կարելի է գտնել այդ գաղտնիքները։ Մենք 14 թվականին համագործակցելով GIZ ընկերության հետ տպագրեցինք մի գիրք, որտեղ ներառված են 120 կերակուր, որոնց 80 եւ ավելի տոկոսը բաղադրության վայրի ուտելի բույսերից է։ Ցավոք սրտի դա անմիջապես սպառվեց, հիմա պիտի աշխատենք վերադպել եւ էլեկտրոն տարբերակով էլ պիտի անպայման դնենք, որովհետեւ դա խորհրդական աշխարհում ընդհանրապես բացառիկ երևույթ է։ Ես դեռ այսքան ուսումնասիրությունների արդյունքում որևէ ազգային, որևէ ազգի խոհանոց չեմ հանդիպել, որ հենց վայրի ուտելի բույսերից լինի։ Հիմնված լինի այդքան շատ։ Իսկ ընդհանրապես բոլոր հաղորդաշարերում, որտեղ որ օգտագործվում են վայրի ուտելի բույսերը, հարկավոր է ուշադրություն դարձնել եւ ուշադրություն դարձնել նաեւ հմուտ տանտիկիններին, որովհետեւ որքան էլ որ դասական կրթությունը շատ կարեւոր է, այնուամենայնիվ ավանդույթների միջոցով ձեռք բերված հմտությունները նույնպես կիրառելի են։ Շնորհակալություն, մեր ուտեստը ունի արդեն ավարտուն տեսք, եւս մեկ անգամ հիշեցնենք ինչպես պատրաստեցինք, որպեսզի մեր տնային տնտեսուհիները կամ բոլոր նրանք, ովքեր ուզում են այսօր զարմացնել իրենց սիրելիներին, փորձեն պատրաստել։ Նախ եւ առաջ մենք ընտրեցինք սիդրիկը, մատղաշ, փոքր չափերի չբացված տերևները, այնուհետև մաքրելուց հետո, լվանալուց հետո նրան երջրեցինք։ Մենք կարող ենք երացող ջրի մեջ դնել 2-3 րոպե պահել նաև կրակի վրա, եւ հանել, քամել, եթե շատ տաք է, սառը ջրով անպայման պետք է քամել, որ այդ ջերմությունը չշարունակվի ինքը պատրաստել։ Սխտոր մածուն պատրաստեցինք, առանձին խաշեցինք ձուն, լորի ձու ենք ընտրել եւ զեյթունի ձեթով գույնի համար, տեսեք, այստեղ ես նայում եմ, զգում եմ, որ մի քիչ կարմիր գույնի կարիք կա։ Չէ, այսպես գույնի համար մի քիչ էս գույն ենք անում։ Եվ մատուցում ենք ու ստրտատրոպ սպասում արձագանքին։ Սա ամենակարևոր հանգամանքն է։ Խոհարարի համար ամենալավ գնահատականը դատարկ ափսեն է։ Երբ խոհարարը յուրաքանչյուր խոհարար, որովհետև տեսեք կերակուր պատրաստելիս խոհարարը սա օրգանիզմ է համարում։ Իրենից ծնված օրգանիզմ, ինչպիսին կուզենք լինի մեզանից ծնված օրգանիզմը։ Բնականաբար առողջ, ջերմ, գեղեցիկ եւ այլն։ Եվ գնաց արդեն ճաշակողին պիտի դու սրտատրոպ սպասես, թե ինչպիսի արձագանք պիտի լինի։
Ես եւ Մանեն հիմա գալիս ենք ձեզ մոտ պարոն Մամուլյան, որպեսզի այդ բացը եւս լրացնենք, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ այս պայն հնարավորություն ունեք բացը լրացնել երաժշտությամբ, ձեզ շնորհակալություն ենք հայտնում անչափ, հուսանք դարձյալ կհանդիպենք այս տաղավարում եւ հնարավորություն կունենանք ձեր հետաքրքիր եւ օգտակար խորհուրդները եւս մեկ անգամ լսելու։ Ես եմ շնորհակալ եւ մեծ ուրախությամբ կարձագանք եմ ձեր հետ։ Սիրով, շնորհակալ ենք անչափ, շարունակենք եթերը երաժշտությամբ, իսկ մենք վազենք փորձելու։